էնքանն է, որ բրոնզե դարում տեղի ունեցել զանգվածային ներհոսքը տեղի ունեցել։ Գենետիկական ուրեմն ծրագրերը դա ցույց են տալիս եւ ընդ որում այդ ներհոսքի ազդեցությունը վերադարձել ուրեմն հայկական բարձրավանդակի արևմտյան մասում ռեգիոնում եւ արևելյան մասում։ Արևելյան մասը լինելով ավելի բաց տարածք, ոչ ասենք դժվար մատչելի, այնտեղ այդ ներհոսքը 45 մոտավորապես տոկոսով միախառնման միջոցով ուրեմն փոխել է գենոֆոնդի կառուցվածքը։ Իսկ բանով արևելյան մասում դա ընդամենը 28%, այսինքն մեկերորդն էլ չի եղել։ Բայց դրանից հետո, ինչպես ես վերևում ցույց տվեցի ձեզ մեր գործընկերների աշխատանքի հետ համընկնումը, դրանից հետո, այսինքն մոտ 4000 տարի, 3-6 առնվազն մեր գենոֆոնդը չի ենթարկվել փոփոխության։ Եվ ես կուզենայի, հետո ես ցույց կտամ պատճառներից մեկը որն է, ինչու չի եղել, կարծես թե բազմաթիվ արշավանքներ եղել, բազմաթիվ զավթիչներ են մտել, գնացել, տարբեր ասենք ինչ-որ անհարմարություններ են եղել եւ սոցիալական եւ չգիտեմ բնական, բայց բոլոր դեպքերում մեր այդ բանը մնացել է անփոփոխ, այսինքն գենետիկական կոդը, եթե ճակերտավորի այդ գենետիկական կառուցվածքը մեր ուրեմն մեր ազգի, այսինքն մեր գենոֆոնդը հաստորեն մնացել է անփոփոխ մոտավորապես 3.5-4 տարի։ Ինչ վերաբերում է ուրեմն արդյոք ինչքան են հավաստի այս դրանները, ինչքան են արդյոք նրանք կտրված են մյուս ուրեմն արդյունքների, թե ինչ-որ համահունչ են այդ արդյունքների, այստեղ մեզ համար ուրախալին այն է, որ մենք տեսնում ենք, որ հայոց լեզվի անջատումը հանդիեվրոպական ծառից ըստ հեղինակավոր հրապարակումների մոտավորապես 5000 տարի է, մոտավորապես պլյուս-մինուս 5000 տարի է, եւ այդ 5000 տարի փաստորեն վերաբերում է նաեւ գենետիկական արդյունքներին, որը ես վերևով պետք է նշեի, որ եթե մայրական տոհմագծի, մայրական գենոֆոնդի, այսինքն տևողությունը 8000 տարի է, հավաքական, երբ որ ներառում ենք եւ մայրականը եւ հայրագծայինը, մոտավորապես 6000 տարի։ Այսինքն 6000 տարի առաջ արդեն ձևավորման է հասել մեր գենոֆոնդը, որը հետագայում իհարկե ենթարկվել է որոշակի փոփոխության, բայց այդ 4000 տարին չեմ ուզում կրկնել, այդպես համարյա անփոփոխ ուրեմն գնում է առաջ։ Այստեղ մի կարևոր հարցերից մեկը, որը ցուցակում ես ուրեմն